Ձեր կարծիքով Փաշինյանն իրավունք ունի միջամտել եկեղեցու գործերին եւ կաթողիկոսի նոր ընտրություն կազմակերպել։ Ոչ, չունի։ Ոչ, դա իր հետ ինչ կապ ունի ընդհանրապես։ Պաշտոնյաները պիտի նման բանով չզբաղվեն։ Հայաստանը լիքը խնդիրներ ունի, թե տնտեսական, թե անվտանգության հետ կապված, ես չգիտեմ ինչ խնդիր ունի, ինչ գանգատներ ունի եկեղեցի հետ կապված, ես չգիտեմ։ Ինձ համար տհաճ է այդ թեման անգամ։ Այն աստիճանի, որ 31-ին իր ձայնը անգամ չենք ուզեցել լսենք տանը։ Այ էսա Փաշինյանի դեմքն է, մարդիկ քայլում են, ընկնում են, սահում են, որովհետև սառույցի հաստությունը հենց նոր եմ նայել։ Ամեն մի խանութի դիմաց այս 10 սանտիմանոց սառույցի հաստությունա։ Փաշինյանը թող մտածի երկու բուռ աղբերի ցանի, ոչ թե դհոլ խփի։ Նույնիսկ եկեղեցին պետք է առանձին լինի պետությունից, բայց եթե եկեղեցականները իրանց շապերից դուրս են գալիս ու մտնում են մեր քաղաքական գործերի մեջ, բնական է պետք է հեռանան։ Հա, իրավունք ունի։ Այո, իրավունք ունի։ Որտեւ իրանք խախտումներ են արել, պետք է մաքրվի։ Այո։ Ես Նիկոլ Փաշինյանի կողմից եմ։ Ինքը որպես վարչապետ ես իրան շատ սիրում եմ, հարգում եմ։ Այո, եկեղեցին հայ ժողովրդին է պատկանում, այդ իրավունքով իրավունք ունի։ Կաթողիկոսը պիտի լինի համազգային, կաթողիկոսը դա մասնագիտություն չի, կաթողիկոսը դա հոգևոր վիճակ է ամբողջ հայ ժողովրդի համար, այնպես որ լրիվ իրավունք ունի։ Վերեք ես այդ հարցում ոչ մի կարծիք չհայտնեմ, քանի որ տարակարծիքություններ շատ կա, չբացահայտված կամ ասենք դեռևս չճշտված տվյալներ կա, որոնց շուրջը դեռ պետք է ծավալվել, մտածեն, բայց բոլոր դեպքերում մեր վիճակը շատ օրհասական է, եթե մենք երկուսով բաժանվում ենք տարբեր թևերի, դա ճիշտ չի, միասնություն միավորում է պետք ժողովրդին աղջիկ։ Կարծում եմ, որ ոչ։ Հիմա եկեղեցին իրավունք չունի խառնվի պետական գործերին, եկեղեցին առանձին կառույց է, հասկանում եք, էդ է, հիմա թե Փաշինյանը իրավունք ունի խառնի, թե չի խառնի, դա արդեն այլ հարց է։ Եթե վտանգ կա ինչ-որ կողմից, եկեղեցու կողմից, բոլորս էլ բազմիցս ժամանակին էլ գիտեինք։ Նույն հրապարակ թերթի միջազգ, որ այսօր եկեղեցին պաշտպան է կանգնում, դեռ 15 թվականից, թե 16 թվականի իր հոդվածներից մեկում նշել էր, որ Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ, Կտրիչ Ներսիսյանը զբաղված է բիզնեսով, այդ ոնց եղավ հրապարակ այսօր դառավ Կտրիչ Ներսիսյանի պաշտպան, այդ անհասկանալի է։ Միգուցե թելերը կապեք բոլորին, այսինքն կապեք դեպի Մոսկվա։ Միշտ թվում է ոչ։ Եկեղեցին եկեղեցականից տարբերվում է։ Եկեղեցին տա մի բան է, եկեղեցականը ուրիշ բան։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցականների հարցում է խառնվել, ոչ թե եկեղեցու գործերի մեջ։ Դա տարբերությունը մեծ է։ Սա մանրության մեջ գրած է այդ, որ իրավունք չունի մտնի։ Կարա գնան իր համար առանձին, եթե հարցեր կա, լուծեն։ Ոչ թե սա հանրապետությունը խառնվել է իրար։ Նույն ձևի տարբերությունը իշխանություն եւ պետություն։ Եթե նույն տարբերությունով նայենք, իհարկե իրավունք ունի ոնց որ բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկեղեցականների պարլած ձեռի մեջ իրավունք ունենք բան անելու, խառնվելու։ Եկեղեցիներ իրավունք ունի խառնվի ու խորհրդատվական ինչ-որ բաներով կարող, բայց բան չէ։ Խառնվել չէ, սխալ է։ Նա հոգևորական է, նա քաղաքացիական անձ է։ Ինքը եկեղեցին չի բանանում, նշանակում է բան, ինչ է այդ վեհապար, իսկ վեհապարը ընտրում է, տարբերությունը էդ է, ընտրությանը մասնակցում է վեհապար, հոգևորական է, իսկ բանը չէ, Նիկոլը չէ, դու գրած է դրանք պահես ուղղակի, այդ ոնց է մենք գիտենք ինքը չի մանում, ուղղակի որ ամենակարող, ամեն ինչ անում է պատասխան չի տալիս, Այդտենց լում է։ Շատ վատ։ Ինքը ճիշտ չի պահում իրան, այդքան բան կարող եմ ասել։ Փաշինյանն, իհարկե Փաշինյանն։ Ինքը մեր սրբությունները ուղղակի ոչնչացնում է, այդքան բան կարող եմ ասել, որը որ ցավոք սրտի
լավ բանի չի տանելու, եթե սենց շարունակենք մենք մեր ամբողջ ազգով։ Դե եթե ինքը վարչապետ է, ուրեմն կարող է, իրավունք ունի։